աղոթում ենք, որ Աստված իմաստություն պարգևի եւ աջակից լինի ձեր գործունեության մեջ, որպեսզի ազգային ժողովի առաքելությունը արգասավորվի ցանկալի արդյունքներով, հանուն հայրենիքի առաջընթացի մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու արժանապատիվ կյանքի։ Սա 2021-ի օգոստոսի 2-ին խորհրդարանում ազգային ժողովի առաջին նստաշրջանին ամենայն հայոց կաթողիկոսի վերջին օրհնությունն էր։ 5 տարի անց արդեն 2026-ի օգոստոսի 2-ին Գարեգին II-ն իր օրհնանքը հղեց ոչ թե խորհրդարանի դահլիճում, ինչպես նախատեսված է ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, այլ Մայրաթոռի դահլիճում, խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ։ Պահյա, պահպանյա եւ օրհնյա Զազգսայոց Զեգեյցիս Հայաստանյայց։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսը խորհրդարան չէր հրավիրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու եկեղեցու միջև սուր հակասության ֆոնին։ Եթե 2021-ին նիստը նախագահող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը խորհրդարանի անդրանիկ նիստը բացում էր կաթողիկոսի օրհնանքով, ապա երեք արդեն նա հարց չբարձրացրեց, ինչով վեհափառը դահլիճում չէ։ Ավելին ընդդիմադիրների հարցերին, թե որտեղ է կաթողիկոսը, Հասանովը սլաքներն ուղղում էր Գարեգին II-ի ուղղությամբ։ Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման առթիվ օրհնանքի խոսքն ունի ասելու ամենայն հայոց կաթողիկոս նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II-ը։ Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկ դրա դեմը չէր կարող առնել։ Այն, որ կաթողիկոսը խորհրդարան չէր հրավիրվելու, իշխող ԿՊ-ն հայտարարել էր նախապես։ Ավելին խորհրդարանի նստաշրջանի բացմանն ընդառաջ վարչապետ Փաշինյանը վերահաստատել էր իր հայտնի ձևակերպումը։ Ում նկատի ունեք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները Ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքը երեք հակասահմանադրական ու հակաօրինական որակեցին կաթողիկոսին խորհրդարան չհրավիրելու իշխանության քայլը եւ օրհնություն ստանալու համար նիստի ավարտին մեկնեցին Մայրաթոռ։ Հանդիպման ավարտին հայ առաքելական եկեղեցին տեղեկացրեց, որ վեհափառն իր օրհնությունն է փոխանցել պատգամավորներին, ընդգծելով, որ մեջբերում եմ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել սահմանված կարգի եւ ձևավորված ավանդության մասնակցելու ազգային ժողովի անդրանիկ նիստին եւ բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու հայրապետական պատգամը։ Ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը վեհափառ հայրապետը ըստ պաշտոնական հաղորդագրության խոսել է երկրում տիրող մտահոգիչ վիճակի, այդ թվում հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող հակասահմանադրական քայլերի մասին։ Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ։ Մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, հասարակության պարակտվածությունը, քաղաքական բևեռացումը։ Նաև հայոց եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Շատ մեծ շեշտադրում կատարեց նաև ներազգային պառակտման եւ դրա անթույլատրելիության վրա եւ ընդհանուր ապօրինությունների անարդարության մթնոլորտի ընդհանուր մեր հիմնական զրույցը դրա մասին էր, որ հատկապես ներազգային պառակտումը իսկապես անթույլատրել է մեր նման ազգերի համար, բայց իշխանությունը ամեն բան անում է, այսպես յուղալացնում հնարավոր ամեն process-ի վրա, որ այդ պառակտում ավելի ակնհայտ լինի։ Մայրաթոռում վեհափառին հյուրընկալված ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այսօր Ազատության հետ զրույցում նշեց, որ աննախադեպ էր ամենայն հայոց կաթողիկոսին խորհրդարան չհրավիրելու իշխող ԿՊ-ի որոշումը։ Թեև ընդդիմադիր պատգամավորի համար սա սպասելի էր, հաշվի առնելով Գարեգին II-ի դեմ վերջին շրջանում իշխանական արշավը։ Գրիգորյանը նաև հիշեցնում է, որ վարչապետ Փաշինյանն անգամ իր նախընտրական ծրագրում է ամրագրել կաթողիկոսի հեռացման հարցը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավարի համոզմամբ, թեև վեհափառին հեռացնելու ԿՊ օրակարգը այս պահին մղվել է երկրորդ պլան, բայց իշխանությունը դրանից չի հրաժարվել։ Ակնհայտ է, որ այս փուլում շատ այլ առաջնահերթություններ կան, մասնավորապես Ադրբեջանի կողմից պարտադրվող սահմանադրության փոփոխություն, այսպես կոչված անկլավների հանձնման գործընթաց, տնտեսական խնդիրներ, ռուսական սանկցիաներ եւ այլն, եւ այս համատեքստում այո, այդ ծրագիրը կաթողիկոսի հեռացման մղվել է երկրորդ պլան, բայց շարունակում է լինել իրենց պատկերացում
պարտությունների մի մասը, բայց եթե անկեղծ ասեմ, շատ այդպես առանցին քննարկում չենք ունեցել, բայց կաթողիկոսը վերջին ամիսներին իսկապես ձիգ կանգնած է եղել իր տեղում։ Ինչու կաթողիկոսը չէր հրավիրվել։ Չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Եթե կաթողիկոս ասելով նկատի ունեք կտիչ ներսային, իրան հարցրեք։ Այսօրվանից ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող 36-ամյա Ռուբեն Ռուբինյանը ազատության հարցի մի պատասխան 3 Գարեգին երկրորդին դիմում էր նրա ավազանի անունով, պնդելով, թե այդպիսի կաթողիկոս ինքը չի ճանաչում, թեև այլ անունով կաթողիկոսի էլ ԿՊ-ական падգամավորը չէր մտաբերում։ Այդ մարդու հետ կապված հարցերը գնացեք իրան տվեք, հա։ Ուղղակի անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ կաթողիկոսը չի օրհնում։ Գնացեք, եթե կրկնում եմ, եթե կտրիչ ներսային նկատի ունեք, գնացեք իրանց հարցրեք։ Կաթողիկոս ճանաչում։ Ես չեմ ճանաչում որևէ կաթողիկոս այս պահին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների падգամավորների հետ հանդիպմանը իր գնահատանքի խոսքն է հղել նրանց, մեջբերում եմ հայոց եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրման եւ սիրո համար, հատկապես այս դժվարին շրջանում, երբ շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Մեջբերման ավարտը։